Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ հերթական կարևոր միջոցառումը Կապանի լեռնահարստացման կոմբինատի և ԵՊՀ համագործակցության արդյունքում կոմբինատի ֆինանսական միջոցներով համալսարանի երկրաբանության և աշխարհագրության ֆակուլտետի 1 մասնահարկ վերազինվել է նորարարական տեխնոլոգիաներով հագեցած լաբորատորիաներով, որը նոր հնարավորություն է ուսանողների համար պատշաճ կրթություն ստանալու, նոր հմտություններ ձեռք բերելու առումով։ Լաբորատորիայի բացման պատիվը վերապահվեց ԵՊՀ ռեկտորին, ֆակուլտետի դեկանին և Կապանի լեռնահարստացման կոմբինատի կառավարման խորհրդի նախագահին։ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Մարիա Մայիլյանը հագեցած տեխնոլոգիաներով վերազինված լաբորատորիայի բացումը շատ է կարևորում։ Կրթության նոր մակարդակի կարող ենք հասնել, ասում է նա։ Համագործակցությունների շրջանակներում մենք ունենում ենք առաջնահերթ որակավորումներ, որոնք որ ել ավելի բարեկեցիկ ապագային խոստանում մեր ուսանողներին, ուստի մեծ կարևորություն է դա մեզ համար, նման համագործակցությունները մեր հետագա զարգացման համար։ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը Free News-ի հետ զրույցում ընդգծեց նման լսարանների կրթական ծրագրերի անհրաժեշտությունն ու տարատեսակ կառույցների հետ գործակցությունը։ Մենք շատ ենք կարևորում այս համագործակցությունը, մասնավոր կրթություն, ուրեմն փոխգործակցության համատեքստում եւ կարծում ենք, որ սա է ապագան կրթության, երբ որ մասնավոր ընկերությունը ամբողջությամբ մուտք է գործում կրթական հաստատություն եւ պատրաստում մասնագետներ, որոնք հետագայում պետք է աշխատեն հենց իր ուրեմն ընկերությունում։ Լսարանների բացմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, այդ թվում պետական պաշտոնյաներ, շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, պատգամավորներ, Կապանի լեռնահարստացման կոմբինատի տնօրենը եւ այլք։ Մինչ միջոցառման հիմնական փուլին անցնելը ներկաները շրջայց կատարեցին լաբորատորիայի լսարաններով, ծանոթանալով դրանց հագեցվածությանը։ Նախարար Համբարձում Մաթևոսյանի կարծիքով պետություն, մասնավոր ոլորտ, գիտություն գործակցությունը պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցերից մեկն է։ Այն նպաստում է բոլոր կողմերի որակական մասնագիտական աճին, հետևաբար նաև պետության կայունությանը։ Երբ մասնավոր ընկերությունը բացում է իր պրակտիկ օրակարգը գիտական համայնքի համար, թույլ տալով, որ ուսումն ու հետազոտությունը մոտ լինեն իրական խնդիրներին։ Արդյունքը ստացվում է երկկողմ շահավետ։ Համալսարանը կրթում է շուկային պատրաստ, մտածող մասնագետ, իսկ ընկերությունը ստանում է ուժեղ գիտական հենարան, ավելի ճշգրիտ չափումների, ավելի հիմնավորված գնահատումների եւ ավելի արդյունավետ բնապահպանական կառավարման համար։ Միջոցառմանը ներկա ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանն նկատեց, որ լավ կրթությունը, հետևաբար նաև որակյալ ու մրցունակ կադրեր պատրաստելը տնտեսության զարգացման գրավականներից մեկն է։ Ինչքան էլ պետությունը ներդրում է անում կրթական ոլորտում, խնդիրները բազմաթիվ են եւ երբ արդեն տեսնում ենք, որ մասնավորը նույնպես ձեռք է մեկնում տարբեր նախագծեր իրականացնելով, կարծում եմ մենք դրանում լավ արդյունքներ կունենանք։ Կապանի լեռնահարստացման կոմբինատի կառավարման խորհրդի նախագահ Սասուն Ավետիսյանը վստահեցնում է Կապանի խոշոր հանքարդյունաբերական կոմբինատը միշտ պատրաստ է նպաստել կրթության ու գիտության զարգացմանը։ Նա բարձրագույն ուսումնական այս հաստատության հետ այս գործակցությունը հաջողված է համարում։ Այս նախաձեռնությունը մեզ համար ոչ միայն հաջողված ծրագրի արդյունք է, այլ նաև ապացույց, որ համատեղ եւ նպատակային աշխատանքի միջոցով հնարավոր է հասնել կայուն եւ երկարաժամկետ արդյունքների։ Կապանի լեռնահարստացման կոմբինատը մշտապես կարևորում է համագործակցությունը բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ եւ իրականացնում է ծրագիր, որը նպաստում է ապագա մասնագետների մասնագիտական աճին եւ գործնական պատրաստվածությանը։ Միջոցառմանը ներկա պետական գերատեսչության մեկ այլ ներկայացուցիչ բնապահպանական եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն էլ ընդգծեց իրենց կապը ԵՊՀ այս ֆակուլտետի հետ երկարամյա ավանդույթ ունի, ուստի հանդիսանում են ԵՊՀ Կապանի լեռնահարստացման կոմբինատ գործակցության շահառուներից մեկը։ Այս նոր կարողությունների զարգացումը աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի մեզ եւս հնարավորություն է տալիս ընդլայնել մեր աշխատակիցների մասնագիտական կարողությունները։ Նշենք նաև աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանի խոսքով այս պահին Կապանի լեռնահարստացման կոմբինատի թվով 43 աշխատողներ, ֆակուլտետի ուսանողներ եւ շրջանավարտներ են։